Հետևիր սրտիդ ձայնին, այն քեզ ուզում է տանել անհայտ հեռուներ, վայելիր աշխարհի չքնաղ քաղաքներն ու արևոտ լողափերը նոր զգացողություններով, նոր համերով։ 2026-ը թող լինի հույսերի, մոտիվացիայի, նպատակների իրագործման տարի։ Եվ հիշեք, ամեն ինչ սկսվում է մեկ որոշումից։ Նոր տարին գալիս է նոր հնարավորություններով ու արկածներով։ Քո հաջորդ արկածը մեկ թռիչքի հեռավորության վրա է։ Travel with M 095 89 20 48 Արև ձեզ արգելի հեռուստատիտողներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները։ Այս բան ես զրուցելու եմ հանրային գործիչ, տնտեսագիտության ասպիրանտ Սամվել Աշոտյանի հետ։ Շնորհակալ եմ Սամվել մեր հավերն ընդունելու համար։ Նախ առիթը դարձավ ձեզ դատի տալու հանգամանքը, որ մենք այսօր զրուցում ենք, բայց կարծում եմ նաև ձեր մասնագիտական այսպես կարողությունները մեզ կօգնեն հասկանալու այս իշխանությունների հատկապես վերջին շրջանի շռայլությունները, որոնք տարբեր մեկնաբանությունների են արժանանում։ Ձեզ Ազգային ժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնողը դատի է տվել։ Այո, հայցը կա արդեն դատալեքսում։ Ինչքան են պահանջում։ 1.5 միլիոն Սովորաբար միլիոններ սիրում է։ Հա, դե պարքի ավճարը հերիք չէ, ոնց որ էլի է միլիոններ պետք, իրենց էլի է պետք։ Ու արդար աշխատող, ոնց որ իմ քրտիկով աշխատող մարդ եմ, որ իմ տունն եմ պահում, այդ արդեն այդ աշխատավարձից էլ են էլի ուզում վայից։ Դե պիտի դուք դառնաք հերոս հարկատու թե ոչ։ Սա դուք ոնց եք գնահատում, որովհետև միայն Ալեն Սիմոնյանը կարծում ամենաշատ հայց էր ներկայացրած մարդը, մի քանի տասնյակ հայց է ներկայացրել եւ ընդ որում մենք տեսնում ենք, որ դատական համակարգը այնքան անկախ չէ, որ հաճախ բավարարվում են այդ հայցերը, հորինված հայցերը, ընդ որում օրինակ կան լրատվամիջոցների վերաբերյալ տարբեր բավարարված հայցեր, ասենք 2005 թվի կարծեմ Սահմանադրական դատարանի որոշում կա, որ չի կարող տուգանքը այդ քաղաքացիական հայցերով սահմանվող տուգանքը պահանջը լինել այնքան, բավարարվել այնքան, որ լրատվամիջոցի կամ մարդու գործունեության հետ համատեղելի չէ, ասենք չի կարող մարդ չի կարող տուգանվել 1 միլիոն դրամ, եթե ինքը ստանում ասենք 100,000 դրամ աշխատավարձ։ Չնայած այս դրույթը առաջինը խախտվել է իմ նկատմամբ 2018 թվականին, չնայած բոլոր այդ ապացույցներին մեր, որ 1 միլիոն դրամը մեծ գումար է, դատարանը որոշեց մեզ տուգանել այդքան։ Հիմա ինչ ակնկալիք ունեք, գնալու եք դատարան, ինչ եք անելու։ Իհարկե գնալու եմ դատարան, պետք է ասեմ, որ շատ ոգևորված, շատ ուրախ եմ, որ հանրության շրջանում մեծ արձագանք գտավ այս դեպքը, բազմաթիվ իրավաբաններ ինձ հետ կապվեցին, առաջարկեցին անհատույց օգնություն, տարբեր պետք է ասեմ կուսակցություններից, հանրային գործիչներից լայն աջակցություն եմ ստացել, որի համար շատ ուրախ եմ, ինչպես նաև շնորհակալ եմ Ալեն Սիմոնյանին այս դեպքի համար, քանի որ նաև ես ինքս էլ էլի շոշափեցի, իմացա, որ իրոք կա հանրային այդ դժգոհությունը ու հանրային solidarությունը, որ սա անարդարություն է, իսկ ինչ վերաբերում է դատարանների անկախությանը, ես կարծում եմ, որ այս դեպքն էլ այդ ինդիկատորներից մեկն է դառնալու, արդյոք դատական համակարգը իրոք գոնե որոշ չափով անկախություն պահել է թե ոչ ու կարող է արդար վճիռ կայացնել թե ոչ, որովհետև ակնհայտորեն ես հղում եմ կատարում մամուլին ու նաև Հայկ Սարգսյանին իմ տեսանյութի մեջ, ինչի համար, եթե պատասխանատվություն պետք է լինի, պատասխանատվություն պետք է լինի այդ սկզբնաղբյուրների վրա, ոչ թե իմ, այնպես որ կտեսնենք, ես անդադ հանրության հետ կկոմունիկացվեմ այս դեպքով ու կպատմեմ ինչ է կատարվում, կտեսնենք։ Այսինքն ինչ են ասում, Ալեն Սիմոնյանը Վիվարոյի հետ կապ չունի, դուք զրպարտել եք։ Ճիշտ ասած դեռ հայցը որպես այդպեսին տեսել եմ, որ դատալեքսում կա, բայց որ բանը հասել է, տեղեկանքը չեմ ստացել, որ տեսնեմ ինչ մասով է բեղադրանքը, բայց ես մի հետաքրքիր հանգամանք նշեմ, որ ուրեմն այդ դեպքից 2 օր անց, երբ որ են երիտասարդով Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակն է, այդ սպառնալից տոնով 24 ժամ ձեզ ժամանակ եւ այլն, այսպես գրում էր, սպառում էր դատի կտան, 2 օր անց հերքում է հայտնվում Դանիել Հովհաննիսյանի FIP այդ փաստերի ստուգման հարթակ կոչվող այդ էջում, որում կեղծիք եմ որակում իմ տեսանյութում հնչած այն միտքը, որ ես ասում եմ 18 թվին Դանիել Հովհաննիսյանի FIP-ն էր գրել, որ Ալեն Սիմոնյանը նվեր է ստացել Range Rover բանից Վիվարոյի սեփական տիրոջից։ Ուրեմն ես տեղադրում եմ այդտեղ սկրինշոթը, որտեղ
իրենց այդ մասը ինչպես իրենք գրել են, նույնությամբ կա հղում եմ իրենց կատարում, իրենք կեղծիք են ասում, ասում են մենք նման բան չենք պնդել, մենք մամուլին ենք անդրադարձել, ասենք որ մամուլում նման շրջանառություն կա, նման տեղեկությունների, բայց իրենք փաստացի կոչվելով փաստերի ստուգման հարթակ լեգիտիմություն են տալիս, չէ՞, մտքին ես էլ իրենց կարծիքը լրիվ դնում եմ, այսինքն այդ հարցում ես լրիվ իրենց եմ ցիտում, այնպես որ ու չեմ էլ կարծում որ դեկտեմբերի 31-ից հետո իրենք երբ աշխատանք են եկել, ամենաառաջին պոստը հենց դրա մասն է, իրենք ասում են 150,000 դիտում ունեցող վիդեոն չեն տեսել, հենց նոր նկատեցին, պատկերացնում եք, այսինքն իսկ հետո ասում են որ սկրինշոթը կա տեղադրված, ասում են լավ չի երևում, və կարծում եմ այդ դեպքում բժիշկների կարիք կա, որովհետև ես նայեցի շատ լավ երևում է, մի խոսքով, այսինքն այս զուտ եւ միայն քաղաքական ճշմարտ մոտիվացիա ունի Ալեն Սիմոնյանի կողմից, այնպես որ հա ինչպես ասել եմ կհանդիպենք դատարանում, արդեն հանրությունն էլ տեղյակ կլինի, կտեսնենք էլի ինչով է ավարտվում։ Գիտեք, կարծում եմ իշխանությունների համար հատկապես մտահոգիչ են այն քաղաքացիները, ձեր պես կամ այն լրատվամիջոցները, որոնք այսպես շատ ազատ խոսում են կատարվող իրադարձությունների մասին, ու եթե հատկապես իրենք օրինակ ձեզ աշխատավարձ տվող չեն, հա, ու չեն կարող աշխատավարձով ստիպել ձեզ անել այս կամ այն գործողությունը, ինչպես օրինակ Վեդի համայնքապետարանի հետ կոմունալ բաժնի աշխատակցին ստիպել էին վիրահատությունից գալ քաղաքական ժողովի, հա, այնուամենայնիվ, սա շատ լավ առիթ է, նաև ես էլ դիմում եմ քաղաքացիներին անպայման աջակցել ձեզ կամ այլ քաղաքացիների, ովքեր հայտնվում են իշխանության թիրախում, որովհետև իշխանության նպատակը վստահաբար հենց այն է, որ յուրաքանչյուր մարդու այսպես կետային հարված հասցնի, վախեցնելով մյուսներին, մենք իրար չենք ճանաչում, առաջ անգամ ենք զրուցելու առիթ ունեցել, բայց այո, պետք է աջակցել ցանկացած մեկին, անկախ գաղափարներից, մարդը կարող է քո գաղափարները չկիսել կամ հակընդդեմ գաղափարներ ունենալ, որը ով իշխանության թիրախ է դառնում, ի վերջո պետք է հասկանալ, որ հասարակության մեջ արդարությունը իսկապես հաստատված է այն ժամանակ, երբ մարդիկ արդարություն են ուզում առաջին հերթին իրենց հակառակորդների, գաղափարական հակառակորդների կամ տեսակետները չկիսողների, թե չէ մեր բարեկամների հարազատների նկատմամբ վստահաբար կուզենք արդարություն։ Միանշանակ համամիտ եմ, այս հարցով ես շատ ուրախ եմ, որ հանրային աջակցություն ստացա լայն ու ինքս էլ աշխատում եմ ամեն այսպիսի անարդարության դեպքում ցույց տալ, որովհետև ինչպես տեսնում եք տենդենսները մեզ արդեն բերել են ավտորիտար համակարգի են հասցրել, որտեղ մենք բոլորս թիրախ ենք անկախ նրանից, ես կկիսեմ ձեր քաղաքական գաղափարները թե ոչ կամ դուք իմը թե ոչ, մենք բոլորս այստեղ թիրախ ենք ու մենք պետք է պայքարենք մեր ազատ խոսքի իրավունքի համար նախ, որը այն սկզբունքն է, որ բոլորիս է պետք։ Հիմա տեսեք, իշխանությունները մենք խոսեցինք նրա մասին, ակնարկեց որ ձեր տնտեսագիտության այսպես ունակությունները, գիտելիքները մեզ կօգնեն հասկանալ, ընդհանրապես նորմալ է Հայաստանի նման երկրում, որտեղ 100,000-ավոր մարդիկ ուղղակի սննդի խնդիր ունեն եւ ես հիշում եմ Մեսրոպ Արաքելյանը հրապարակել էր հետաքրքիր թվեր ապրելու երկիր կուսակցությունից 600,000-ից ավել մարդ չի կարողանում ըստ ծնդակարգի օրը մեջ միս օգտագործել 1 միլիոնից ավել մարդու համար 45,000 դրամ անսպասելի ծախսը անթույլատրելի է, այսինքն մարդը չի կարող կյանքում ունենալ իրավիճակ, որ ինքը չէր սպասում, բայց 45,000 դրամի ծախս է առաջացել եւ ինքը չի կարող սպասարկել այդ ծախսը, հիմա այս նման իրավիճակում մենք ունենք պաշտոնյաներ, որոնք ստանում են միլիոնավոր դրամներ, միայն պարգևավճար, խոսքը աշխատավարձի մասին չի։ Եվ տեսեք, մենք իմացանք, որ ամենամեծ պարգևավճար ստացել է Նիկոլ Փաշինյանը, այսօր հետքներ գրել 14 միլիոն դրամ մոտ, 14 միլիոն դրամ, որը անում է $35,000, այսինքն սա ամերիկյան ամենալավագույն ընկերությունների top մենեջերների երևի աշխատավարձին ձգտող, այն էլ միանվագ, սա մի պարգևավճարի մասին է։ Ինչի մասն է, սա տնտեսագիտորեն հասկանալի է, ոնց կարելի է աղքատ հասարակության մեջ ստանալ այսպիսի պարգևավճար։ Ես կասեի, որ սա ոչ այնքան տնտեսագիտորեն է հասկանալի, ինչքան երևի ավելի շուտ քաղաքագիտորեն են առումով, որ գիտեք, ավտոկրատիան, այդ ավտորիտարիզմը ինքը թանկ հաճույք է։ Իսկ արդեն որ դիկտատուրան ինքը շատ թանկ հաճույք է, քանի որ եթե մենք պարզ տեսնում ենք, որ ավտորիտար բարքեր են արդեն տիրում, ավտորիտարիզմն է մեզ հաճախել, այսպես ասենք, ու շատ լավ հեղինակ կա, ընդհանրի մասին եմ խոսում, որովհետև շատ տպավորված է իր այդ հեղինակած գրքով, կոչվում է Dictator's Handbook, այսինքն դիկտատորի ձեռքի գիրք, այսպես ասենք, որովհետև ինքը ներկայացնում է, թե ինչպես է հենց այդ դիկտատուրաներում ավտորիտար համակարգերում համակարգն աշխատում։ Այսինքն այդ դեպքում, երբ որ ժողովրդի աջակցություն չունի ավտորիտար ղեկավար
ղեկավարը ինքը պետք է աջակցություն փնտրի ինչ որ էլիտաներում, ինչ որ ինստիտուտներում։ Իսկ դրա համար ինքը պետք է գող պահի այս մարդկանց։ Դրա համար են հենց այս պարգևավճարները։ Ճիշտ ասած իմ ականջով ընկավ նաև եկեք հեղափոխական բաներից խոսենք այս իշխանության։ Ահա։ Ուրեմն ասում են Սրբույր Գալյանն էր, կարծեմ թե չգիտեմ ով էր։ Արդարադատության նախարար։ Հա, ինչ որ այսպիսի միտք լսեցի, որ եթե ուսուցիչը 700,000 դրամ է ստանում, բա մենք չպետք է ստանանք այսքան շատ, թե այն մի հատ ինչ որ падգամավոր էր անհայտ դրա մասին խոսում։ Չէ, Սրբույր Գալյանն է աշխատավարձերից ուսուցիչներ, իրենք շատ են չէ խոսում 700,000-ի մասին։ Եկեք գնանք հետ 2018 Ասում թվականի մայիս։ մի ուսուցիչ կա 700,000 դրամ ստացող եւ այն էլ թանգարանում, այսինքն այդ վիճակում մեկ երկու հոգու մասին է։ Եկեք հեսա մի հատ թվերով խոսենք, հասկանանք թանգարանում կա այդ մեկը, թե մեկն էլ չկա։ Ուրեմն թվերով խոսենք, վերադառնանք 2018 թվականի մայիս ամիս, երբ Նիկոլ Փաշինյանը վերցրեց իշխանությունը։ Այդ պահին, ուրեմն կրթության ոլորտում, որտեղ հիմնականում ուսուցիչներ են, միջին աշխատավարձը կազմել է 162,000 դրամ։ Գալիս են 2025 թվականի նոյեմբեր ամիս, վերջին տվյալով կրթական ոլորտի աշխատավարձը 209,000 դրամ։ Առաջի հայացքից կարող ենք ասել դե հա տենց 40,000 դրամից ավել բարձրացել է եւ այլն, բայց այստեղ մի հատ Նիկոլենց համար շատ վատ երևույթ է առաջ գալիս ինֆլյացիա։ Գնաճի հաշվիչով, եթե հենց Armstat կայքի գնաճի հաշվիչով մենք հաշվենք 162,000 դրամը 18 թվականի ինչ արժեր 2025-ի նոյեմբերին, գիտեք ինչքան է կազմում 203,000 դրամ 6,000 դրամի հեղափոխական աշխատավարձերի աճ։ Այդ իրենց այդքան գովաբանած թվերն է, չէ՞, հեղափոխական աճ, ուսուցիչներ 700,000 ամբողջությամբ քարոզչություն ու 6,000 դրամն է այդ միջինում ավելացել կրթական ոլորտում։ Բայց դա շատ էսպիսի, եկեք արդեն ուրիշ հեղափոխական աճերից էլ խոսենք, օրինակի համար 2018 թվականին նույն, էլի վերադառնանք 2018 թվականու պետական պարտքի մասին եկեք խոսենք, որ իրենք ասում են, որ անհանգստանալու բան չկա։ Մեր ուրեմն տոկոսավճարները գիտեք ինչքան է եղել պետական պարտքի։ Ուրեմն 139 միլիարդ դրամ։ Գիտեք 2024 թվականի ընթացքում ինչքան ենք տվել։ 312 միլիարդ դրամ։ Կարող եմ մի քիչ սխալում բանի մեջ 300 միլիարդից ավել, այսինքն մենք գրեթե երրակի աճ ենք ունեցել միայն տոկոսավճարի մասով։ Իսկ դա 26 թվականին ինչքան մենք պարտավորությունների գրաֆիկի համաձայն ֆինանսային նախարարության պաշտոնական տվյալների, ինչքան փող ունենք մոտավորապես փակվելու 562 միլիարդ դրամ։ Այդ անում է 1.5 միլիարդ դոլար գրեթե։ Այս տարի ենք այդքան փակելու պարտավորության համար։ 2018 թվականից ի վեր, ինչպես գիտենք, 6.7 միլիարդ դոլար էր, չէ՞, մեր պարտքը պետական, որ այս մեր նախկինները մեր գլխին լցրել էին, հիմա Նիկոլա եկավ այդ ամեն ինչը քննադատելով են, որ ինքը հայտարարում չէ, ասում էր պիտի աուդիտի ենթարկվի պետական պարտքը։ 2025-ի նոյեմբերի դրությամբ 14.2 միլիարդ է, կրկնակից ավելի։ Այս տարի գիտեք ինչքանով է ավելանալու դեֆիցիտն, ինչքան է կազմում 536 միլիարդ դրամ, այսինքն 1.5 միլիարդ դոլարով էլ ավելանալու է։ Այս դες մեկ հեղափոխական աճ։ Ու ես կուզեի խոսել այս ամեն ինչի իմ շուրջը կատարող դեպքերի կոնտեքստում, կուզեի մեկ ուրիշ հեղափոխական աճից խոսել, խաղային ոլորտի հեղափոխական աճից։ 2017 թվական ողջ շրջանառությունը խաղային ոլորտի 138 միլիարդ կարծեմ, այդ շրջանում 140 միլիարդի չի հասնում։ Գալիս են 2024 թվական, կազմում է այդ ողջ շրջանառությունը արդեն 7.2-ից 7.3 տրիլիոն դրամ։ Այսինքն 18 միլիարդ դոլար։ Հա, 18 միլիարդ դոլար գրեթե։ Այսինքն հիմա ինձ մոտ հարց է առաջանում, երբ որ այսպես Հայկ Սարգսյանը երկու անգամ գիտենք, չէ, արդեն հայտարարություն արեց, որ հստակորեն ակնարկեց, որ այդ բաները, ուրեմն турքերը երկու անգամ բարձրացնել օրինագիծը սաբոտաժի են ենթարկվում, չէ, ազգային ժողովում, չգիտեմ ինչ մութ ուժեր։ Դրա համար չի հայտնվելու ԿՊ-ի ցուցակում։ Հա, հենց դրա համար չի հայտնվելու ԿՊ-ի ցուցակում։ Իմ մոտ հարց է առաջանում, որպես քաղաքացի, հա, քաղաքացիս հարց եմ տալիս։ Եթե պետությունը տեսնում է, որ մի քանի տարվա ընթացքում 50 անգամ այդ ոլորտի բանը շրջանառությունը մեծանում է, ու մենք տեսնում ենք, չէ, մեր բոլոր շրջապատում կան կործանված մարդիկ արդեն, որ ամեն ինչ կորցրել են դրա վրա, այդ մարդիկ, ովքեր որ պիտի պետության կողմից օգնություն ստանային ժամանակին։ Այսինքն պետությունը առնվազն անգործություն է այս ոլորտում, չէ, բան արել թույլ տվել։ Իսկ հետո գալիս են քաղաքացիության խոսում, թե որքան են իրենք սիրում քաղաքացուն, չի բռնում։ Այսի հեղափոխական աճերի մասին։ Դա Սրբույր Գալյանի մասին հիշեցրեցիք, ուրեմն Սրբույր Գալյանը երբ լրագրողը հարցնում է, որ դուք ստացել եք 7 միլիոն դրամ պարգևավճար, որ դա նորմալ չի, հասարակություն աղքատ, ասում է, դե թոշակառուները հետ վճարի հնարավորություն ունեն։ Հետ վճար, որը առավել լավագույն դեպքում կարող է 5,000 դրամ լինել։ Գցեք 10,000 թողել դի, լավ։ Լավ,
15 թող քարը պայթի, այնց Չէ, դուք աճացնում եք, բայց մաքսիմումը դրված է 10000 դրամը, Հա։ գնել են դեպքում, եթե բոլոր դեպքերում քարտով քարտով գնումներ գնումներ արվեն, արես, այսինքն հա։ իսկ մենք գիտենք թոշակառուները բավական ծանր սոցիալական վիճակում են, հաճախ պարտք են վերցնում, հա, հետո այդ թոշակը ստանում են, պարտք են տալիս։ Հələ ես քարտով պարտք տալ, Հա, հա, առնել հա, չգիտեմ։ Հիմա այսինքն ինչ է ստացվում, սա բացարձակ ցինիզմ է, որ Այո։ 7 միլիոն դրամ ստացող մարդը իր 7 միլիոն դրամի կողքին դնում է թոշակառու 5000 դրամ ասում։ Այո, Դե իդել 5000 դրամ է ստանում։ Ես դες հենց հետաքրքիր case ասեմ մեր դեպքով, օրինակի համար իմ մայրն էլ է թոշակառու, ինքը այն մաքսիմալը ստանում է իրականում, քանի որ թե ես թե եղբայրս ապահովում ենք, այսինքն մնացած ծախսերը մենք բոլորն ապահովում ենք, ինքը կարող է իրեն թույլ տալ քարտով գնումներ անել։ Այսինքն այստեղ մենք մի հատ մեծ անարդարության ենք բախվում, որ այն թոշակառուներն, ովքեր արդեն իսկ ապահովված Ավելի են, վատ, հա, ավելի լավ ավելի լավ վիճակում։ վիճակում են հայտնում, որովհետև իմ մայրը փաստացի այդ 10000 դրամն է թե ինչքանն է, այս բան չգիտեմ, գիտեմ այն ժամանակ 4000 էր ստանում, այդ 4000 դրամի կարիք ինքը չունի, որ այդպես ասես, բայց այն մարդը, որ միայն դրանից է կախված, ինքը ավելի շատ ունի, այսինքն ինչ անարդարությանն ենք այստեղ բախվում։ Այն մարդը, որ արդեն իսկ դրա կարիքը չուներ, ստանում է, իսկ այն մնացած թոշակառուները 500,000 թոշակառու ունենք, իրենցից առնվազն երևի 400,000-ը մնում են էլի ոչ մի բանի հետ, որովհետև իրենք պետք է տաքացնեն իրենց տունը, տարբեր ինչ որ խնդիրներ իրենց համար լուծեն, դեղերի Դախը Փաշինյանն ասում է մեր թոշակառուները հերատես չեն ու իրենց պատուհանները եվրոպական արտադրության չեն, դրա համար շատ են ծախսում տաքացնելու Դե վրա։ ուրեմն Թող վերանորոգեն իրենց տները, հա։ Չէ, թող պետությունը այդ հանձնառությունը վերցնի։ Թող պետությունը Դե վերցնի։ Փաշինյան պետությունը մտքի հեղինակն է, գործողությունը պիտի ժողովուրդը անի, այսինքն Դե գնան ուրեմն վերանորոգեն, այսինքն այդ թոշակառուները չէին մտածում իրենց տները վերանորոգել։ Փողը դրված էր գրպանում, իրանք այսպես Հա։ ուղղակի շատ էին ուզում հոսանքի փող տալ, հեծի հետ երևի կոռուպցիոն պայմանավորվածությունների մեջ էին, ատկատ էին տալիս, հա, հեծից ստանում, Այո։ դրա համար ուզում են հեծ, իհարկե աբսուրդային քննարկում է կառավարության կողմից։ Հեսա հետից էլ էլի մի բան ասեմ, մի հատ հետաքրքիր զավեշտալ պատմություն։ Դե այստեղ այնը ամենահետաքրքիր այս ցինիզմը թոշակառուների նկատմամբ, որ իրանք մի կողմից ասում են թոշակառուին 10000 դրամ տանք ինչ է անելու, ասում են թոշակառուն չգիտի ոնց տունը տաքացնի ու լիք այդպիսի բաներ ու հետո դուրս են գալիս ասում են բա թոշակառուի տարիքի իսկական տարիքն է բիզնես դնելու համար։ Ցինիզմ, ուղղակի ցինիզմ իրենք ծաղրում են մեր մեծահասակներին։ Հա, իսկ հեծի մասով ճիշտն ասած, այս վերջերս նկատեցի իմ ֆրենդներում ճիշտն ասած Facebook-յան մի Նիկոլի այսպես թեժ աջակից կա, ում այսպես պահում եմ տեսնեմ տրամադրություններն եմ էլի շոշափում, ու այս վերջերս այնքան է բողոքում, որ իրենց գյուղում ամբողջ օրը լույսերը գնում են, ու իմ համար շատ զավեշտալի է, լուրջ եմ ասում, ես տեսնում եմ, որ այդ հենց Նիկոլի աջակիցների շրջանում եք սկսում են բողոքել ու դու հասկանում ես, ժողովուրդ, այս դուք եք երբ Դուք եք կառավարում, հա։ Դուք եք սրան բերել, դուք երբ որ ուրախանում եք, որ հեծը խլեցին, ոնց որ այն էլ հաշվի առեք, որ հեծը խլեցին, կարող է իրենց voting գցեին, ինչը եւ արել են։ Այս այդ մասով։ Սամվել, տեսեք, դուք խոսեցիք նախկիներից ու լավ արեցիք, իշխանությունները անընդհատ այս թեման շահարկում են, նախկիններ, հանկարծ չգան, բայց դες մենք նախկիների ժամանակ ովքեր ապրում էին լավ։ Հիմա շարունակում են անել, ավելին նախկինների այդ օլիգարխները, օրինակ Սամվել Ալեքսանյանը, հա, այնպիսի աջակցություն է կառավարությունից ստանում, որ երևի թե Սերժ Սարգսյանի ժամանակ այդպիսի աջակցություն չունի։ Ուրեմն վերջին 1 ամսում դեկտեմբեր-հունվար, դեկտեմբերի կեսերից մինչև հունվարի սկիզբ Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող ընկերությունները ստացել են ավելի քան $70 միլիոն մաքսատուրքից ազատվելու հնարավորություն։ Այսինքն այդ թոշակառուների 5000 դրամը շատ համարող իշխանությունը, որ այդ էմոցիաները օգտագործես թալանում են ձեզ ժողովուրդ ջան, եկավ իրենց իսկ ասելով ժողովրդին թալանողին $70 միլիոն երկու որոշմամբ նվեր են տալիս։ Առեք տարեր։ Շատ հետաքրքիր է իհարկե։ Ճիշտ ասած այդ նոր բան չի իրականում Սամվել Ալեքսանյանին այդպիսի մեծ դոտացիաներ տալը, շատ վաղուց է գալիս։ Ես մի շատ հետաքրքիր դեպք հիշեցի, ճիշտ ասած դուք իր մասին խոսեցիք իր տրվող այդ աջակցությունից, ես հիշում եմ, որ դեռևս ուսանող էի բակալավրիատի, մի հատ բանի էի մասնակցում, ծրագրի էի որոշը մասնակցեի, որտեղ պետք է էսե գրեց, այդպես ինչ-որ սուբսիդիաների թեմաներ կան, ես էլ էսեն գրել էի, այն ժամանակվանից դե շատ ցած ընդդիմադիր Հայաստանում էի, որոնք գրել էի, որ այսքան բան են տալիս, այդքան աջակցություն են տալիս, հենց օրինակը բերել էի Սամվել Ալեքսյանին ու այնտեղ նամակում գրած էր, որ դու շահում ես թե չէ, քեզ նամակ է գալիս ու քեզ հրավիրում են։ Ինձ այդպես էլ չհրավիրեցին, ես կարծում եմ
այդ կարծեմ արևմտյան էր անգամ այդ բանը, ինչ որ արևմտյան ֆոնդից էր։ Ես շատ զարմացա, որ արևմտյան ֆոնդը օրինակ ինձ չի հրավիրում, քանի որ ես իմ կարծիքն եմ օրինակ արտահայտել, բայց ինձ ոչ նամակ եկավ, ոչ հրավեր եկավ։ Հիմա էլ չէին հրավիրի։ Հա, հիմա ընդհանրապես չէին հրավիրի։ Հա, այդ առումով իհարկե միշտ իրենք աջակցություն են ստանում, օրինակի համար հետքում, որ նյութ էր հայտնվել, որ Նարեկ Նալբանդյանը օրինակ 6 միլիոն դոլար էր կարծեմ, չէ, արժողությամբ այդ հյուրանոցը Սևանում 300 քանի հազար դոլարով է գնել։ Ինչ հետաքրքիր է։ Շատ հետաքրքիր է, կամ Հովիկ Աբրահամյանի այդ դղյակի Այո, առանձնատունը։ Այսինքն փաստացի մենք նույն արատավոր երևույթներն ենք տեսնում, ինչը որ տեսել ենք այն ժամանակ։ Ու ինչպես ես միշտ ասում եմ, ոնց որ Նիկոլ Փաշինյանը հագավ Սերժի Հակով կարած կոստյումը, իրեն ավելի սազեց ու հիմա արդեն Ու այն ժամանակ ասում են, որ Սերժ Սարգսյանը շատ զբաղված է եղել։ Այդ կոստյումը որ կարում էին պրեմիերկաներին Նիկոլին ուղարկել դրա համար տոչտի Նիկոլի Հակով է եկել, բայց տպավորությունը է, որ այդ նախկին համակարգի ամենաատելի օլիգարխներին ворթեգրել է Նիկոլ Փաշինյանը, բայց դա սա մի բան է նշանակում, որ ինքն էլ է գիտակցում, որ հանրային աջակցություն չունի եւ կարող է, տեսեք, նաեւ դեպք եղավ, չէ, որ Մհեր Սեթրակյանի հետ փոխկապակցված մարդիկ ծեծեցին քաղաքական գործիչ, բռնության ենթարկեցին քաղաքական գործիչ Միրան Հակոբյանին եւ Մհեր Սեթրակյանը նույն ծառայությունները մատուցում էր նաեւ նախկին իշխանությունների ժամանակ։ Հիմա կարծեք թե Նիկոլ Փաշինյանն էլ հասկացել է, որ չունի հանրային աջակցություն եւ իր հենարանը կարող են լինել միայն Մհեր Սեթրակյանները, Սամվել Ալեքսանյանները եւ մյուս այդ օլիգարխները, որոնք նախկինների ժամանակ էլ այսպես ժողովրդի հաշվին որպես հանրային միջոցների հաշվին ապրող, հարստացող մարդիկ, որոնք X պահի պիտի իշխանությանը ծառայություն մատուցեն։ Ասենք Սամվել Ալեքսանյանը ձայները պիտի ապահովի, Մհեր Սեթրակյանը մարդ պիտի ծեծի, եթե իշխանություններին քննադատում են։ Ձեր մոտ էլ կա այս տպավորությունը։ Իհարկե կա այդ տպավորությունը, ես ձեզ մի ուրիշ բան ասեմ, ուրեմն կարծեմ ընկերությունը BTEC էր, Մհեր Սեթրակյանի որդուն պատկանում է, այն մեր ցեղասպանության հուշահամալիրը, որ այլանդակել էին, իրենց ընկերությունն է, այսինքն մենք կարող ենք նաև տեսնել, որ բազմաթիվ այդպիսի պետպատվերներ են իրենք ստանում անելու ու 2 միլիոն դոլար ստացել էին այդ բանի համար, քանդելու համար, հա, ու հայտարարակ կերպով, որ անձն աչքով երևում է, որ այստեղ պրոֆեսիոնալներ չկան, որ այդ աշխատանքը, որ մանրակրկիտ պետք է մեր արժեքն է, էլի, որ մեզ այդքան նուրբ թեմայով այդ հուշահամալիրը մեր համար այդքան կարևոր չի կարելի, էլի, անմարդկային է այդ վիճակում գցելը, էլի իրենց ընկերությունը իրենց հետ փոխկապակցված, այսինքն ես ասում եմ, մենք ինչքան որ այդ արատավոր երևույթ, որ մենք ականատես ենք եղել, մենք շատ ավելի այսպես գրոտեսկային տեսքով ենք արդեն ականատես լինում, այս սրանց արդեն կատարումը, որովհետև գիտեք, ինչ ուզում է լինի, երևի այդ բոլոր նախկիններն իրար կպցնես, իրենք այդքան հաստատապես այդքան մեղքել չունեն, այդքան արատավոր բարքի չունեն, ինչքան սրանք, որովհետև առնվազն երբ որ համեմատության մեջ ես դնում նախկիններն ու սրանց, ես ասում եմ նախկինների ժամանակ Արցախը հայկական էր։ Այդ մենակ հերիք է, իսկ սրանք թույլ տվեցին Արցախի հայաթափում։ Իրենք աչք փակեցին Արցախի հայաթափման այդ սարսափելի աղետը։ Բայց ասում են, հեսա առևտուր կանեն թուրքերը, դա ինչ վատ բան կա։ Դե իրենք թողանեն։ Ես օրինակի համար ոչ թուրքական, որ ասում են, բա որ թուրքական շոր եք առնում, ես միշտ ուշադիր եմ թուրքական շոր չառնեմ հանկարծ Թուրքիայից եկող, լինում է մեկ-մեկ որ պատահական մեկ է տունը նկատում, ինձ շատ վատ եմ զգում, շատ վատ եմ զգում, դրա համար հիմա շատ ուշադիր այդ բոլոր բաները ստուգում եմ։ Անկամ փորձում եմ տեղեկանալ այդ կտորը որ բան է, հա, հո Թուրքիայից չի եկած, որտեղ մեկ էլ տեղական ապրանքի տակ թուրքական կտորից սարքածն են, չէ՞, մեր վրա վաճառում։ Իսկ ընդհանրապես ադրբեջանական բենզին գնել այդ ինձ համար այդ շամու թրիտակով անցնելուն հավասար բան է, ես այդ չեմ պատրաստում անել, որովհետև այդ ոնց որ դու ցույց ես տալիս, որ այդ մի քանի 100 դրամ էլ թեկուզ լինի, թե մի քանի տասնյակ դրամի է հասնում։ 90 դրամ է ժանալ։ Ոնց որ արդյոք այդ 90 դրամներ, որի դիմաց մենք պետք է վաճառենք այդ չգիտեմ մեր հերոսների հիշատակը, մնացած մեր բոլոր արժեքները։ Իդեպ Բորիս, ես մի բան էլ նշեմ, ճիշտ է, սպային հիշեցի, ճիշտ է, որ ասում են, որ 20.3% կարծեմ, որ ասում են աղքատության մակարդակն է, չէ՞, ես ուզում եմ նշել, որ 20.3 չի, ժողովուրդ։ Շատ ավելի դա միջին գիծն է։ Աղքատության վերին գծով 40.2%-ը բնակչության ապրում է աղքատության վերին գծից ներքև, այսինքն ունեն ամսական 64000 դրամից պակաս եկամուտ։ Մեր նվազագույն զամբյուղը կազմում է 77000 դրամ կարծես թե։ Եթե չեմ սխալվում, կարող է մի քիչ բան լինի, բարձրացած լինի կամ իջած լինի։ Հիմա այսինքն այս մարտիկ մենք ունենք ամեն գրեթե երկրորդը պետությունում
խնդիր ունի անգամ նորմալ սնվելու հետ, հենց ինչպես Մեսրոպ Արաքելյանը նշել էր, ինչ խնդիրներ կա, այդ խնդիրներ կա, այսինքն մի կողմից մենք տեսնում ենք շուտ թանկարժեք սալյուտներ, մի կողմից մենք տեսնում ենք 3 միլիարդ ես այդ թիվն եմ նկատել, դրամի հասնող այդ պարգևաճար, որ անգամ Սրփուի Գալյանը չէր հիշում ինչքան տվեց, 6-7 միլիոն, այսինքն դες 1 միլիոն դրամ էս կողմ, 1 միլիոն դրամ այն կողմ, մինչդեռ թոշակառուն դա հարուստ կինա, չէ, ասեց որ ինչ խնդիր է, որ ինքը 10 տարում $200,000 այս տեմպերով այդպես 1-2-3 տարին ասես բոլ-բոլ է, լրիվ հերիք, այսինքն մեր թոշակառուն մի կողմից, դա անգամ թոշակառունը չէ, անգամ հացրակին քաղաքներ, որ թոշակի տարիքի չեն հասել աշխատանք տարիքի մարդիկ, պետք է 100 դրամ այս կողմեն կողմանեն, իրանք միլիոն են։ Ամեն լավ, երբ որ պարգևաճարների մասին խոսում ենք, իշխանությունները հաճախ ասում են, դե ախր լավ մասնագետը թանկ արժի, թե չէ կգնան մասնավոր սեկտոր։ Ես ԿՊ-ից բախտ եմ ունեցել կամ դժբախտություն եմ ունեցել մի շարք ԿՊ-ական, այսօր վերնախավում են նույն բանը աշխատակազմի ղեկավարը Նիկոլ Փաշինյանը, էլի մարդիկ կան որ ճանաչել եմ, այդ մարդիկ 200,000 դրամով չաղ բախտավոր ապրում էին մինչև 18 թվական, այսինքն այնպես չէր որ իրանք թոփ մասնագետներ էին ու միջև 18 թվականում 2-3 միլիոն ամիսը փող էին ստանում, այ հիմա հանուն պետության չէ, ժողովուրդ ջան, դուք էլի, այսինքն 2018-ի երբ առանց պարգևաճարի աշխատավարձ ստանայիք, ձեր միջև 2018-ի եղած աշխատավարձի հնգապատիկ, վեցապատիկներ, այսինքն այնպես չի որ սողողության եք գնացել, սա էլ չէ մեծ բանա որ ժողովրդին փորձում են համոզել որ իրանք այնց մասնագետներ են որ հեսա որ կգնան մի հատ ամերիկան ասեն Coca-Cola-ում Արայիկ Հարությունյանին սպասում են որ 7-8 միլիոն աշխատավարձ տան ամսական ինքը թողել եկել է աշխատակազմի ղեկավարը դարձել միանշան գիտեք ես համաձայն եմ այն մտքի հետ որ լավ մասնագետին պետք է լավ վճարել այդ միանշանակ բայց այստեղ հարցը առաջանում իրենք են լավ մասնագետները այսինքն ինչ որ падգամավորներ տեսնում են չեմ էլ հիշում անունը ես իրան ուղղակի տեսնելուց այդ իր ասածով հասկացա որ ինքը падգամավոր է չեմ ճանաչում չեմ տեսել այս մարդը կոտորվեց ազգային ժողովում կնոպկա սեղմելով բան անում ասում է վաստակել ենք մեր աշխատանքի այդ ինչ աշխատանք եք արել այսինքն այս մի կողմից մենք տեսնում ենք այս ամբողջ տենդենսները որ պետությունը վարի է գնում իսկ իրանք այդպես բան են անում էլի փարթիների ներքո թմբուկների այսպես ուրախ երաշտության ներքո մենք վարի ենք գնում իրենք ասում են այդքան գործ արեցինք ոչ մեկ չգիտի ինչ գործ արեցին ինչ մասնագետ են իրենք ընդհանրապես որովհետև ես էլ որոշներին ճանաչում եմ դեռ վաղուց գիտեմ էլի իրանք ինչ մասնագետներ են էլի չհակերտավոր իսկ ընդհանուր առմամբ չգիտեմ էլի ես համոզված եմ որ կգտնեինք այնպիսի մասնագետներ որոնք պետք չէր լինի 6-7 միլիոն դրամի պարգևաճար տալ որ իրենք բարեխիղճ լավ աշխատեին Շատ լավ, Սամվել ջան, շնորհակալ եմ մեր հավերը ընդունելու համար։ Իհարկե մեր աջակցությունները քեզ եւ կարծում հասարակություն իրապես պիտի աջակցի մարդկանց, ովքեր ի վերջո դու կարող ես դա չանել, ես աշխատանքը չանել են ինչ որ Facebook-ում ես անում, սոցիալական հարթակներում, այսինքն կա աշխատանք ունես, զբաղմունք ունես եւ սա այսա արդեն ոնց որ բլոգեր այսա արդեն հանրային աշխատանք է, որ անում ես անվճար, այնպես որ հանրությունը միանշանակ պետք է աջակցի։ Շնորհակալ եմ։ Հիշեցնեմ զրուցում էի Սամվել Աշոտյանից, տեսություն կհանդիպենք։